Երևի նկատել եք, որ խանութներում վաճառվող ապրանքների վրա նախկին ակցիզային դրոշմապիտակների փոխարեն այսօր QR կոդեր են։ Ինչի համար են այդ QR կոդերը, ինչի համար են ստեղծվել եւ արդյոք այս ընկերությունների մուտքը շուկա եղել է կոռուպցիոն ռիսկերով։ Այդ ամենի մասին կխոսենք ԻՄԱՐԿ ընկերության տնօրեն Հովհաննես Հովհաննեսյանի հետ։ Պարոն Հովհաննեսյան, շնորհակալ եմ, որ հյուրընկալել եք մեզ։ Նախ սկզբի համար հարցազրույցի կուզեմ, որ բացատրեք ընդհանրապես ինչի համար են QR կոդերը, որովհետև երբ սպառողները գնում են, տեսնում են QR կոդերը, հաճախ չգիտեն, թե դրանք ինչի համար են։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ QR կոդերը առհասարակ դրանք թվային դրոշմանման համակարգի մասին է խոսքը գնում, որի արտացոլումը որպես տեխնոլոգիապես QR-ի տեսք ունի։ Դա թվայնացման մի համակարգ է, որը աշխարհում ներդրում է բազմաթիվ պետություններում եւ արդեն ապացուցել է իր իսկությունը եւ ստվերի դեմ պայքարի կարեւորությունը, այդ իսկ պատճառով շատ ակտիվ իրականացում է տարբեր պետություններում դրա ներդրումը։ Հայաստանի Հանրապետությունում եւս ակտիվ ներդրվում է տվյալ համակարգը, որը իրականացվել է փաթեթավորված ջրերի, ալկոհոլի եւ ծխախոտային արտադրանքների համար 2024 թվականի ընթացքում եւս մի շարք ապրանքախմբերի համար է իրականացվել եւ այսօր շատ ակնառու է դրա աշխատանքի էությունը եւ ինչ եղանակով է պայքարում ստվերի դեմ։ Անդրադառնալով սկզբնական փուլում նպատակներին, ասեմ, որ այսօր պետության համար ստեղծված է մի գործիքակազմ, որը ինքնաշխատ եղանակով թույլ է տալիս տեսնելու տնտեսվարողների, արտադրողների, ներմուծողների, ինչպես նաև վաճառողների վարքագծային վերլուծությունը, որը մի կողմից նրանց համար ստեղծում է պայմաններ, որպեսզի թվային տեխնոլոգիայի հետ աշխատեն եւ նրանց արտադրական process-ներում հնարավորինս քիչ փոփոխություններ իրականացնեն, բայց երբ ապրանքը մուտք է գործում շուկա, արդեն դրա վարքագծային հետագա վաճառքից ստացված տվյալների հիման վրա պետությունը կարողանում է լայնածավալ վերահսկողություններ իրականացնել։ Ինչ տեղեկություններ կա QR կոդերի մեջ այժմ։ Այժմ տեսեք, թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս դրանցում ներառել տարատեսակ տեղեկատվություններ, սկսած արտադրման ամսաթվից, ապրանքի թույլատվություն ունենալու փաստի վերաբերյալ տեղեկատվությունից, ընդհանուր մինչև տարբեր գերատեսչություններին անհրաժեշտ տեղեկատվություն։ Համակարգի հիմքում առհասարակ ընկած է յուրաքանչյուր հատ ապրանքի ճշտությամբ վարվող հաշվառումը, որից հետո տնտեսվարողները իրենց ցանկալի չափով 24-ժամյա ռեժիմով կարողանում են ձեռք բերել, ծածկագրել եւ իրականացնել արտադրություն։ Արտադրության process-ում եւս տեխնոլոգիաները թույլ են տալիս կիրառել տարատեսակ լուծումներ, սկսած լազերային մակնշումից, արտադրության ժամանակ թղթային տպագրությունից, որը հենց մակնշում են արտադրանքի վրա, եւ ինչպես արդեն բոլորիս է հայտնի, նախապես իրականացնելով տպագրություն, արտադրության ժամանակ փակցնում են ապրանքների վրա։ Այս ամենից զատ ծածկագրերը ունեն կարգավիճակներ, որոնցով որ հետևում է նրանց վարքագիծը արդեն շուկայում եւ հասանելի է դառնում ամբողջական պատկեր ծավալային մասով, այսինքն արտադրողը ինչ ծավալի արտադրություն իրականացրեց եւ շուկայում այդ ապրանքները քանի անգամ ում կողմից վաճառվեցին։ Իսկ սպառողի համար սպառողը ինչպես կարող է տեսնել այդ տեղեկատվությունը, կա որևէ հավելված ծրագիր, որ տեսնի երբ է արտադրվել, օրինակ ինչ բաղադրություն ունի, կան նման տվյալներ։ Առհասարակ թվային դրոշմանման համակարգի շահառուները 3-ն են։ Առաջինը պետությունն է, ում համար համակարգը ապահովում է տարատեսակ լուծումներ, թվային լուծումներ։ Մասնավորապես կարող եմ նշել 2025 թվականի տարբեր գերատեսչությունների հետ ունեցած հանդիպումներից որոշ կարևոր կետեր, որտեղ խոսել ենք նրա մասին, որ բացի այն, որ պետք է լուծի ստվերի հարցը, որը շատ հեշտ կարողանում է համակարգը կառավարել եւ դուրս բերել այդ տնտեսվարողներին, անհրաժեշտություն ենք տեսել, օրինակ սննդի անվտանգության հետ, տեսչության հետ քննարկման ժամանակ քննարկվեց այն հարցը, ինչպես արգելափակել այն ապրանքների վաճառքը, որոնք արտադրական process-ում կամ հենց շուկայում արձանագրվել են խախտումներ եւ մարդկանց մեծ բոլորիս առողջությանը կարող է վնաս հասցվել։ Իհարկե, մեր փորձը թույլ է տալիս արագ իրականացնել այդ լուծումները եւ այդ աշխատանքների
իրականացման ժամկետները հնարավոր շատ սեղմ ժամկետներում ներդնել մեր պետության համար։ Կարևորում եմ նաև մեկ այլ այնուամենայնիվ սպառողը երբ որ գնում է, օրինակ մի շիշ ջուր է գնում, կարող է այդ կոդի միջոցով տեսնել երբ է արտադրվել, ով է արտադրողը, այդ նկատի ունեմ, որ հասանելիություն ունենա սպառողը, ոչ թե արտադրողները։ Տեսեք, այդ ամենամինիմալ տեղեկատվությունն է, որը արդեն իսկ արկա է, քանի որ ապրանքների միասնական ռեստր է վարվում մեր կողմից, դա այն մինիմալ տեղեկատվությունն է, որը հաճախորդին հասանելի է, այսինքն փաստացի ում կողմից է ձեռք բերվել, ինչ կարգավիճակ ունի այդ ապրանքը, արդյոք շուկայում արդեն վաճառվել է, ստուգելու դրա կեղծ կամ ոչ կեղծ լինելը։ Մեր հավելվածներից մեկը հենց հաճախորդների համար նախատեսված հավելվածն է, որի միջոցով շատ հեշտ գնում կատարելու ժամանակ կարելի է սկանավորել եւ ստուգել ապրանքի իսկությունը։ Բացի այդ, իրականում պետության համար ապահովելով այդ ամբողջ գործիքակազմը, համակարգը թույլ է տալիս նաև տնտեսվարողների համար տրամադրել հնարավորություններ այս թվայնացումից օգտվելու։ Այդ հարցի հետ կապված քննարկում ենք ունեցել պետեկամուտների մեր գործընկերների հետ եւ կարծում եմ առաջիկայում կդիտարկենք հնարավորությունը, որ այդ ամբողջ ծավալային տվյալների մասով տանք հասանելիություն, որ հենց ինքը տնտեսվարողը կարողանա իր յուրաքանչյուր հատ ապրանքի մասով տեսնել քարտեզագրված, թե որտեղ ինչ վաճառքներ ունի, որտեղ կա լրացուցիչ վաճառքների ավելացման հնարավորություններ։ Այսինքն այս համատեքստում, եթե ամփոփենք, մի կողմից պետության համար ապահովելով վերահսկողության լայնաշերտ գործիքակազմ, տնտեսվարողին տալով հնարավորություններ ստանալու լրացուցիչ վաճառքներ, այս ամենը բերում է, որ մենք որպես սպառողներ վստահ ենք լինում, որ ձեռք ենք բերում ապրանքներ, որոնք կեղծ չեն, որոնք մաքսանենգ ճանապարհով չեն ներմուծված Հայաստանի Հանրապետություն։ Ձեր ասածից կարող ենք ենթադրել, որ այս գործիքը կարող է նաև պետական եկամուտների կոմիտեին օգնել ստվերի դեմ պայքարում։ Օգնում է արդյոք կան բացահայտումներ, որոնք դուք համարում եք նաև այս համակարգի գործածման արդյունքը։ Գիտեք, ոչ թե այս գործիքը կարող է օգնել, այլ վստահ եմ, որ այս գործիքը կարող է վերջնականապես պայքարել ստվերի դեմ եւ այն թվայնացման այն մոտեցումները, որը ներդրված է, որը տնտեսվարողին մի կողմից ապահովում է ազատ գործելու 24/7 ռեժիմով ձեռք բերելու ծածկագրեր եւ չդադարելու գոնե ինչ որ արտադրական process-ներում չունենալով խնդիրներ, մյուս կողմից ապրանքների մուտք դեպի շուկա, այդտեղ արդեն ամբողջ վերլուծական գործիքի միջոցով շատ հեշտ կարելի է վերլուծել, թե որ տնտեսվարողը ինչ տեսակի խախտումներ է իրականացնում եւ ինչ վարքագիծ է ձևավորում շուկայում։ Ստվերի դեմ պայքարում ասեմ, որ արդեն տեսանելի են ցուցանիշներ եւ համակարգի ներդրման հենց հաջորդ տարվանից այդ ցուցանիշները բարելավում են, որովհետեւ ի տարբերություն նախկին դրոշմավորման համակարգի, որը ինչպես հայտնի է տրամադրման ժամանակ էր ֆիքսում այդ քանակները, տնտեսվարողները օրինակ արտերկրում արտադրություն իրականացնող տնտեսվարողները ստիպված էին դրանք վերցնել, ֆիզիկապես ուղարկել արտերկիր, որպեսզի արտադրման ժամանակ դրանք փակցվեին ապրանքների վրա, այստեղ մոտեցումները լրիվ այլ են։ Ինտեգրվելով համակարգի հետ տնտեսվարողը ինքն է որոշում երբ ինչ քանակի վերցնի եւ ազատ շուկայում գործի։ Իսկ դրա արդյունքում արդեն ապրանքաշրջանառության ամբողջ շղթայում ձևավորված տեղեկատվությունը թույլ է տալիս հասկանալ, արդյոք դրա ապրանքի մասին արկա է թույլտվություն, արդյոք ապրանքը մեկից ավել անգամ է վաճառվում։ Այսինքն ամփոփելով ասեմ, որ ստվերի դեմ պայքարը մի փոքր մասը կարող է կազմել այս թվայնացման ենթակառուցվածքի մեջ, որը ակտիվ արդեն այսօր գործարկվում է։ Տեսեք, հիմա փաստորեն ստացվում է, որ իմարկը շուկայում ունի մենաշնորհ, որովհետև QR կոդերի գեներացման վաճառքով զբաղվում է միայն իմարկը եւ հիմա եւ հետագայում ավելի շատ տնտեսվարողների շրջանառություններին է տիրապետելու, կոմերցիոն տվյալներ է ունենալու, այսինքն բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք իրար հետ աշխատում են, ով ում հետ է աշխատում, ինչ կոմերցիոն գործարքներ են անում, փաստորեն իմարկը ընկերությունը տիրապետելու է այդ տվյալներին եւ տնտեսվարողներից էլ ենք շատ լսել այդ
մտավախությունը, որ որքանով եք դուք երաշխավորում, որ այս տվյալները չեն արտահոսի եւ գաղտնիքը պահվեն ու չեն հայտնվի երրորդ անձանց ձեռքում, որոնք կարող են օրինակ հակամրցակցային ինչ որ նպատակներով օգտագործել այդ տնտեսվարողների դեմ։ Դուք եւ պետությունը ինչ երաշխիքներ եք տալիս։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, որին անդրադարձել ենք ի սկզբանե համակարգի ներդրման ժամանակ։ Տեսեք, ԻՄԱՐԿ-ը հանդիսանում է ազգային օպերատոր, ով ներդնում է թվային դրոշմանման համակարգը եւ տրամադրում է նրանում առկա տեղեկատվությունը պետական մարմիններին։ Մենք կիրառում ենք տարատեսակ ներքին իրավական, ունենք ներդրված տարատեսակ ներքին իրավական ակտեր, իրավական կարգավորումներ, որպեսզի աշխատակիցների մասով վստահ լինենք որևիցե արտահոսքի կամ տեղեկատվության դուրս գալու մասով։ Բացի դրանից համակարգում ցանկացած աշխատակցի մուտք եւ ելք խիստ գրանցվում է եւ սահմանափակ աշխատակիցներ կան, որոնք ունեն իրավասություն համակարգում կատարելու փոփոխություններ կամ մուտք գործելու առհասարակ համակարգ։ Այսինքն այն գործիքակազմը, որը որ ստեղծվում է, այդ տեղեկատվության ցանկացած շարժի վերաբերյալ հասանելի է լոգավորված տեղեկատվություն, ինչը եւս տրամադրվում է պետեկամուտների կոմիտեին։ Իսկ տնտեսվարողները ձեզ հետ այս թեմայով խոսել են եւ արդյոք ձեր պատասխանը նրանց համար համոզիչ է եղել։ Այս թեմայով քննարկումներ ենք ունեցել ինչպես պետեկամուտների կոմիտեի հետ, ընթացիկ այո, զրուցում ենք տնտեսվարողների հետ, նույնիսկ ոչ թե զրուցում ենք, ստանում ենք տնտեսվարողներից շատ հաճախ տնտեսվարողներից հարցումներ, որպեսզի խնդրում ենք տրամադրել այս կամ այն տեղեկատվությունը։ Իհարկե այդ քանի որ տեղեկատվության տիրապետողը բացառապես պետեկամուտների կոմիտեն է եւ նա է որոշում թե որ տնտեսվարողին ինչ հասանելի տեղեկատվություն կարելի է տրամադրել, այդ իսկ պատճառով միանգամից ուղղորդում ենք որպեսզի դիմեն պետեկամուտների կոմիտե։ Մեր կողմից բացառապես ապահովում է տվյալ համակարգի անվտանգությունը տեխնիկական առումով, դրա հասանելիությունը, այսինքն կիրառված են տարբեր ստանդարտներ, որպեսզի համակարգը փակ լինի եւ խոցելի չլինի։ Իսկ տեղեկատվության հասանելիության մասով բացառապես այո, պետեկամուտների կոմիտեն է։ Այսինքն պատասխանատուն ՊԵԿ-ն է այս դեպքում։ Տեղեկատվության տրամադրման մասով որոշում իրականացվում է պետեկամուտների կոմիտեի կողմից։ Իսկ ձեր համակարգը ինչպես է գործում, տնտեսվարողը ինքը կարող է տեսնել իր ապրանքների հետագծելիությունը եւ նաեւ պատմությունը նախորդիվ։ Ինչ դեմարան է ունենում տնտեսվարողը եւ առաջիկայում ինչ որ նորություններ պատրաստվում եք ձեր համակարգում ներառել։ Համակարգում որպես առաջին փուլ իրականացվում է տնտեսվարողի գրանցում, ուսուցում եւ նաեւ իր կողմից արդեն որոշված աշխատանքիցների գրանցում, որոնք ունեն տարբեր իրավասություններ։ Այս պահին տնտեսվարողները կարողանում են համակարգից աշխատել ինչպես վեբ ինտերֆեյսի միջերեսի միջոցով, այնպես էլ տարատեսակ հավելվածների, որոնք նախատեսված են իրենց ընթացիկ աշխատանքները հեշտացնելու համար։ Եվ այդ համատեքստում տնտեսվարողները կարողանում են տեսնել իրենց կողմից գրանցված ապրանքների ցանկը, հեռացված ապրանքների ցանկը, կարողանում են տեսնել յուրաքանչյուր ապրանքի մասով իրականացված նույնականացման նշանների պատվերների քանակը եւ ծածկագրերին վերաբերյալ այլ տեղեկատվություն։ Իսկ ձեր կողմից նշված ապրանքների վաճառքներին վերաբերյալ տեղեկատվությունը քիչ առաջ ինչպես նշեցի, դա մեկ այլ ենթահամակարգ է, որը որ քննարկվում է պետեկամուտների հետ, այսինքն այդ նոր մարքեթինգային գործիքը, որը շատ մեծ հնարավորություն կտա տնտեսվարողներին յուրաքանչյուր հատ ապրանքի ճշտությամբ վերլուծել տարածաշրջանային իրենց վաճառքների ծավալները եւ գործել այդ համատեքստում, դա կարծում եմ քննարկումների ավարտից հետո կորոշվի ժամանակահատված եւ կներդրվի եւս այդ գործիքը տնտեսվարողների համար։ Տեսեք, ձեր ասածից տպավորություն է ստեղծում, որ համակարգը պետք է որ միայն օգուտ բերի ՊԵԿ-ին, չգիտեմ, հեշտացնի ՊԵԿ-ի գործը, այսպես ասած, բայց մենք ունենք տեղեկություններ, որ պետական եկամուտների կոմիտեում դեռ այս տարվա սկզբից, որը նաև արմատներ ուներ նախորդ տարիների հետ կապված, փորձեր է արվում պահել հին ակցիզային դրոշմավորման համակարգը եւ ինչ որ այստեղ հակադրություններ էին գնում հինը պահել, թե թույլ տալ նոր QR կոդերի համակարգը
ներդնել։ Վերջերս էլ մեր տաղավարում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ասաց, որ երբ ինքը ընդունվել էր, դարձավ պետ նախագահ, դա անցած տարեվերջին եղավ, ուսումնասիրել էր համակարգը եւ տեսել էր, որ համակարգը թերի է, կայացված չէ։ Ինչն էր խնդիրը։ Ես կխնդրեմ դուք ձեր տեսակետությունից մեկնաբանեք։ Տեսեք, կարևորում եմ նշել, որ մենք խոսում ենք թվայնացման ենթակառուցվածքի մասին, եւ դրա պատրաստ լինելու կամ չլինելու հարցը կարող է կրել սուբյեկտիվ բնույթ։ Այդ հարցին եկեք պատասխանեմ այլ տեսանկյունից, թե 2024 թվականին ինչ խնդիր է դրված եղել համակարգի առջև եւ ինչ աշխատանքներ են իրականացվել։ Իրականացվել են թվով 18 ապրանքախմբերի համար ծրագրավորման աշխատանքներ, որոնց անմիջապես ավարտից հետո մեկնարկել է պիլոտային փորձաշրջան տնտեսվարողների հետ, որոնց շրջանում նրանք ծանոթացել են ամբողջ թվայնացման համակարգի էությանը, դրա աշխատանքի ձևին։ Ապահովված է եղել ապրանքների հետագծելիության գործառույթը, որը ՀԴՄ կտրոններից ստացվող տեղեկատվության հիման վրա դուրս է բերել ապրանքները շուկայից։ Այսինքն, այս ամբողջի արդյունքում նաև տրամադրվել է մի վերլուծական գործիք, որը եւ ակտիվ պայքարել է ստվերի դեմ եւ ի ցույց է դրել այն տնտեսվարողներին, որոնք ոչ արդար պայմաններում չեն խաղում շուկայում։ Հիմա ամփոփելով այս ամենը, ես չունեմ որևիցե արձանագրված փաստ համակարգի ոչ պատրաստ լինելու մասով եւ կարծում եմ, որ համակարգը պատրաստ է եղել եւ հնարավոր էր այն ներդնել։ Իսկ ձեզ հասել են այդ խոսակցությունները ՊԵԿ-ից, որ կան մտահոգություններ եւ ընդհանրապես Պետական եկամուտների կոմիտեի հետ ինչ հարաբերություններ ունեք, հակասություններ ունեք, չունեք, հիմա ինչպես եք աշխատում։ Պետական եկամուտների կոմիտեի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ, անընդհատյա ռեժիմով ունենք քննարկումներ տարատեսակ օրենսդրական ակտերի, նոր ծրագրային մոդուլների ներդրման հետ։ Անհանգստությունների մասով, քանի որ ամենօրյա ռեժիմով եւ մենք շփվում ենք եւ տարբեր հարցերի շուրջ ձևավորում ենք տարբեր կարծիքներ, քննարկումներ, որպեսզի ստանանք տնտեսության համար անհրաժեշտ մոդուլի մասով տեղեկատվություն, ասեմ, որ չեմ կենտրոնացել այդ հարցին, արդյոք ՊԵԿ-ը դեմ է թե դեմ չէ, ձեր կողմից բարձրաձայնված, այլ առհասարակ մեր նպատակն է տալ իրական լուծումներ, որը կծառայի Հայաստանի Հանրապետությանը, կվերացնի ստվերը առաջնային քայլով եւ մնացած այն գործառույթները, որը հնարավոր է քաղել այս համակարգից, արագ ներդնենք եւ հեշտացնենք մեր տնտեսվարողների գործառույթները։ Իսկ այդ արագ ներդրումը հեշտ է ստացվում, արագ է լինում գործընթացը, այնքան արագ, ինչքան որ դուք եք ակնկալում։ Գիտեք, մեզ մոտ ունենք բավականին փորձառու աշխատակիցների թիմ, ովքեր լավ պատկերացնում են թվայնացման ոլորտը եւ լավ գիտեն շուկայում ձևավորված ապրանքների իրացման ժամանակ ապրանքաշրջանառության բոլոր պրոցեսները եւ այս մասով վստահ եմ, որ վերջնական որոշում կայացնելուց հետո մի քանի ամիսների ընթացքում մենք կարող ենք ներդնել ցանկացած պրոցես։ Ինչի եմ դրա մասին խոսում, որովհետեւ 2025 թվականին, երբ որ ունեցանք վերջնական որոշում տեղեկատվական հավելվածի ներդրման մասով, որը հավելված է հեշտացնելու հոռեկա ոլորտի, մասնավորապես ռեստորանների, հյուրանոցների կամ ծառայություններ մատուցող տնտեսվարողների համար շրջանառությունից հանելու process-ը։ Ինձ դեպքում մի փոքր այլ է, չէ՞, կարծես QR կոդերի կիրառման գործընթացը։ Այո, քանի որ այդ տնտեսվարողները հանդիսանում են ծառայություններ մատուցող, այսինքն ոչ վերջնական ապրանք վաճառող, մանրածախ ի տարբերություն մանրածախ վաճառքի, իրենց դեպքում որպես սեփական կարիքի օգտագործում, այո, մի քիչ գործընթացը այլ է։ Եվ այս մոտեցման հաստատումից հետո գրեթե երկամսյա ժամկետում մեզ հաջողվեց իրականացնել ամբողջ համակցումները Պետական եկամուտների կոմիտեի հետ, ստեղծել հավելված, որտեղ հեշտ արդեն բոլորին հասանելի տարբերակով հնարավոր է գրանցել հավելվածը եւ տալ հասանելիություն ծածկագրերի հետ իրական աշխատելու։ Իհարկե այդ process-ը լավարկման եւ զարգացման շարունակական է, որովհետեւ հենց դրանից հաջորդիվ
քննարկվեց առևտրային ծրագրեր սպասարկող կազմակերպությունների հետ տալ հնարավորություն, որպեսզի այդ հավելվածը հեշտ կարողանա ինտեգրվի։ Դա եւս արդեն հասանելի դարձավ եւ նրանք այժմ իրականացնում են անմիջապես առևտրային ծրագրից, որպեսզի մեկ միջավայրում աշխատեն տնտեսվարողները։ Այստեղ 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներից նաեւ կարևորում եմ լայնածավալ որպես լայնածավալ աշխատանք նշել իմարկ համակարգի համակցումը էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի հետ։ Այստեղ նույնպես թիմը շատ քրտնաջան աշխատեց եւ երամսյա ժամկետում կարողացանք ստանալ մի ապրանք, որը թույլ է տալիս էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերում ավելացնել ծածկագրեր եւ ավելի խորը հետագծելիության գործառույթը ապահովել։ Ձեզ հետ զրույցից առաջ մենք մի քանի տնտեսվարողների հետ խոսեցինք, փորձելով հասկանալ ինչ մտահոգություններ ունեն համակարգի հետ կապված։ Բացի այն, որ նշում են գնին առանձին կանրադառնանք, որը արդեն լրացուցիչ բեռ է տնտեսվարողների համար, օրինակ խանութներում շատ են բողոքում, որ նույնը նաև ռեստորանային ցանցերում, որ եւ գնում են օրինակ մի արկղ ջուր, իրենց ծրագրում հերթով պետք է QR կոդերը անցկացնեն, դա լրացուցիչ աշխատանք է տանում, առաքիչների գործն է դժվարացնում, սրա վերաբերյալ ունեք լուծումներ դուք։ Այո, այդ արդեն երկար ժամանակ քննարկված որպես հարց, ինչ լուծում է նախատեսված, նշեմ, որ թվային դրոշմանման համակարգում նախատեսել ենք ագրեգացիայի լուծումը, որը թույլ է տալիս արտադրող կազմակերպություններին ձեր կողմից նշված մի քանի ապրանքը ներառել ավելի մեծ ծածկագրի ներքո։ Այսինքն ավելի պարզ որպեսզի ներկայացնեմ, երբ որ գնում ենք իրականացնում պայմանական ջուր, որի մեջ ներառված է 24 հատիկ, այն հնարավոր է ներառել մեկ ծածկագրի ներքո եւ վաճառքի ժամանակ սկանավորել այդ մեկ ծածկագիրը։ Այդ լուծումը վաղուց տրամադրված է, բայց դրա իրականացման համար հենց իրենք տնտեսվարողն է որոշում, երբ իրականացնել, այսինքն երբ որ վաճառքի process-ում շուկայում կա դրա պահանջարկը, տնտեսվարողը բնականաբար գործում է դեպի այդ ուղղությամբ եւ այսօր հասանելի է արդեն շուկայում տարատեսակ տնտեսվարողների կողմից արտադրված հենց փաթեթավորված խմելու ջրեր, որոնք ունեն խմբային ծածկագրեր։ Տնտեսվարողները գիտեն այդ մասին, ինչպես է իրենց իրազեկում։ Տնտեսվարողների իրազեկման գործընթացը իրականացվում է ամենօրյա ռեժիմով, մեզ մոտ ներդրված է on-line եւ off-line վեբինարներ, որի ընթացքում տնտեսվարողները միանում են եւ իրենց կողմից բարձրացված բոլոր հարցերին պատասխանում ենք տեղում։ Տնտեսվարողների համար այսօր լրացուցիչ բեռ է QR կոդերը, որոնք գեներացնում է ձեր ընկերությունը տպել եւ փակցնել իրենց ապրանքների վրա, թե արտադրողների, թե ներմուծողների համար։ Մենք ունենք տեղեկություններ, որը նաեւ Էդուարդ Հակոբյանը մեր տաղավարում հաստատեց, որ QR կոդերի արժեքը հնարավոր է էժանանա, դուք արդյոք հաստատում եք դա եւ որքան է այսօր ու միջև ինչքան կարող է էժանանալ։ Ձեր կողմից նշվեց, որ թվային դրոշմավորումը առհասարակ բեռ է տնտեսվարողների համար, գիտեք, այստեղ եկեք տարանջատենք երկու տիպի տնտեսվարող։ Այն տնտեսվարողները, որոնք աշխատում են մաքուր դաշտում եւ չունեն ստվեր, իրենց համար այո դժվարացնում է գործընթացը, որովհետեւ թվային դրոշմանման համակարգի հետ աշխատելու համար պետք է իրականացվեն որոշակի քայլեր, ինտեգրացիաներ։ Ես նաև ֆինանսական բեռը նկատի ուներ, որովհետև առաջ ակցիզային դրոշմապիտակները պետությունն էր գնում տալիս տնտեսվարողներին, հիմա տնտեսվարողը ինքն է գնում։ Այդ հարցի համատեքստում կառաջարկեմ, որպեսզի գնահատական տանք, թե ֆինանսական բեռը տնտեսվարողի համար, թե ոչ, եկեք հետ հայացք անենք եւ նախկինում ինչ մեխանիզմ է, ինչ է իրականացվել։ Տարեկան շուրջ 6 միլիարդ դրամ է պետական բյուջեից տրամադրվել եւ ձեռք են բերվել դրոշմապիտակներ, որոնց մասով ստվերի դեմ պայքարի մասով կան բազմաթիվ փաստեր, որ դրանք արդյոք էֆեկտիվ են թե ոչ։ Այ ձեր կողմից լուսաբանած մոտ 1 ամիս ունեք շատ հետաքրքիր բացահայտում իրականացված դեղորայքային ապրանքների հետ կապված, որտեղ շատ ակնառու ցույց եք տալիս, թե դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքները ոնց են մաքսանենգ ճանապարհով մուտք գործել Հայաստանի Հանրապետություն եւ այսօր շրջանառվում են տարբեր
դեղատներում։ Հիմա ստեղծելով արկա լինելով այդ ստվերը, որը սահմանափակում է մյուս տնտեսվարողների համար ազատ մրցակցային դաշտ, արդյոք բեռ է դառնում, թե ոչ, որովհետև այս համատեքստում, երբ որ բաց է լինում շուկան եւ հնարավորություն է ստեղծում նոր վաճառքի ծավալների ավելացում ունենալ, կարծում եմ, որ դառնում է համակարգը պիտանի եւ այլ ոչ հակառակ տեսակետից։ Իսկ այն տնտեսվարողները, որոնք նախկինում էլ բաց են աշխատել առանց տվերի, իրենց համար փաստորեն դառնում է իսկապես բեռ, որովհետեւ այդ բողոքը համատարած է ոչ թե 1-2 տնտեսվարողի կողմից։ Դուք նշում եք նախկինում մաքուր դաշտում գործող տնտեսվարողների մասով, ասեմ, եթե ընդհանուր շուկան մաքուր չէ եւ կա գոյացած տվեր, նրանց համար եւս ակնառու է, որ պայմանները այլ են։ Ես համակարգի էությունը գանում է նրանում, երբ որ ստվերը կրճատվում է, ստեղծում են նոր վաճառքի հնարավորություններ, նոր ծավալներ։ Այստեղ հիմա եթե դիտարկում ենք նախկինում ինչ եղանակով է ձեռք բերվել եւ ակնառու ստվերը դեռ մնացել է շուկայում, դրա կրճատման արդյունքում տնտեսվարողները ինչ ծավալի նոր հնարավորություններ կստեղծվի, այս համատեքստում կարծում եմ, որ ոչ լրացիչ բեռ չի դառնում տնտեսվարողների համար։ Հաշվի առնելով այն ամենը, որ նախկինում վճարվում էր պետբյուջե անուղղակի, իսկ հիմա ուղղակիորեն է վճարվում։ Ներկապային նույնականացման նշանների արժեքը 3.5 դրամ է առանց ավելացված արժեքի հարկի, բայց հավելեմ, որ ակտիվ քննարկումներ է իրականացում պետեկամուտների գործընկերների հետ, մեր կողմից տրամադրվում են տարբեր մոդելներ, տարբեր ձևաչափեր, որը ուղղված է անմիջապես ծածկագրի գնիչեցմանը եւ կարծում եմ արդեն այդ բանակցությունները մոտ են ավարտին, շուտով հանրությանը հասանելի կլինի այդ կարգավորումները գնի փոփոխման մասով, գնիչեցման մասով։ Ինչ փոփոխման մասն է խոսքը, մոտավոր արժեք գիտեք։ Եկեք չբարձրաձայնեմ մոտավոր արժեքը, որովհետև տարատեսակ մոդելներ են մեր կողմից առաջարկվել եւ քննարկվել պետնախագահի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպումներին եւ քանի որ որոշում կայացնողը հանդիսանում է պետեկամուտների կոմիտեն, վստահ եմ իրենց կողմից արդեն կբարձրաձայնվի վերջնական գինը։ Լավ, իսկ եթե կային տարբերակներ ավելի էժան գին սահմանելու, ինչու ի սկզբանե հենց ավելի էժանը չեք սահմանել։ Տեսեք, համակարգի ներդրման սկզբում գնի որոշումը իրականացվել է ներդրվելիք աշխատանքների ծավալներից եւ սպասվելիք նույնականացման նշանների քանակների համեմատությամբ։ Եվ այդ համատեքստում, երբ որ որոշակի ապրանքախմբեր ներդրվեց, արդեն եղավ օրենսդրական կարգավորում, որ 2025 թվականին պետք էր որոշվեր մեկ նույնականացման նշանի արժեքը։ Եվ դրանից հետո արդեն սկսել են բանակցություններ, որը որ կավարտվի այս տարեվերջին։ Իմարկ ընկերությունը, ինչպես որ ես եմ հասկանում, շահույթ ստանում է հիմնականում QR կոդերի վաճառքից, արդյոք պետությունից որևէ սուբսիդավորում լինում է թե ոչ, եւ ես փորձեցի հասկանալ ինչ ծավալների, ինչ շրջանառության մասին է խոսքը, ընդհանրապես իմարկը խոշոր ընկերություն է, մեծ է, փոքր է, տեսա որ ձեր հաշվետվությունները նաեւ հրապարակված չեն, ձեր ֆինանսական ցուցանիշները, այսինքն չեք հրապարակում, որովհետեւ մենաշնորհային դիրք ունեցող ընկերություն է եւ հետաքրքիր է ինչ ընկերություն է, ինչ ծավալներ ունի, ինչ շրջանառություն ունի։ Քանի որ հիմա շարունակվում են ակտիվ ներդրումներ իրականացնել, իսկ իմ ձեռքի տակ չեմ տիրապետում տվյալները, որպեսզի ձեզ տրամադրեմ, բայց մենք բաց ենք, մենք տրամադրում ենք ամբողջ տեղեկատվությունը պետեկամուտի կոմիտեին ու առհասարակ եթե դիտարկենք, կազմակերպության միակ հասույթը ձևավորվում է ծածկագրերի տրամադրումից, որը հասանելի է եւ պետական գերատեսչություններին, մասնավորապես պետեկամուտների կոմիտեին։ Շատ մեծ կասկածներ, խոսակցություններ կա իմարկ ընկերության ստեղծման, այս ոլորտում QR համակարգի ներդրման հետ կապված, դեռևս 2020 թվականից այս համակարգի մասին գիտենք, խոսվում էր, ստեղծվել էր մեկ այլ անունով ընկերություն, որը վերանվանվեց հետագայում իմարկ, եւ այսօրվա դրությամբ իրական շահառուներն են թիմ ընկերության սեփականատերեր, եսային եղբայրները,
որոնք իրենց ազգականի միջոցով են այստեղ սեփականատեր, ինչպես նաև Պեկ նախագահի նախկին տեղակալ Միքայել Փաշայանը, եւ այս ամենը առնվազն կասկածելու տեղիք է տալիս, որ ԻՄԱՐԿ ընկերությունը ի սկզբանե հիմնադրվել է կոռուպցիոն սխեմաներով, այս մասին նաև շատ հրապարակումներ են եղել եւ կարծես թե դուք չեք արձագանքել։ Ինչն է խնդիրը եւ կխնդրեմ հիմա արձագանքել այս թեմային։ ԻՄԱՐԿ ընկերությունը հանդիսանում է ազգային օպերատոր, որի մասով իրականացվել են մրցույթ դեռևս 2020 թվականին պետեկամուտների կոմիտեին եւ այդ մասով տեղեկացնեմ, որ ամբողջ ընթացակարգը թե պահանջների մասով որոշել է պետեկամուտների կոմիտեն։ ԻՄԱՐԿ կազմակերպությունը բաց հրապարակային մրցույթով դարձել է ազգային օպերատոր։ Այո, ինչպես նշեցիք, դրան կազմակերպության սեփականատեր են հանդես գալիս եսային եղբայրները, ովքեր դեռ մանկուց զբաղվում են թվայնացման ոլորտում եւ ունեն մեծ փորձ այստեղ, ինչպես նաև հայտնի են կապի եւ հեռահաղորդակցման ոլորտում իրենց ձեռքբերումներով։ Միքայել Փաշայանը եւս հանդիսանում է կազմակերպության սեփականատեր, ով դեռևս 2008 թվականից պետական եկամուտների կոմիտեում ներդրել է բազմաթիվ թվայնացման համակարգեր, սկսած էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերից, հսկիչ դրամարկղային մեքենաների on-line համակարգից, մաքսային համակարգերից եւ այս ամեն ինչի համատեքստում այս ամեն ինչը ուղիղ ծառայել է հենց տվերի դեմ։ Ասեմ, որ մենք ի սկզբանե, այո, պատկերացնում ենք, որ ինչ համակարգի դեմ ենք պայքարելու, տեղյակ ենք, որ պատկերացնում ենք սա ոչ միայն IT կազմակերպություն է, որը ներդրում է համակարգ, այլ մենք պայքարում ենք ստվերի դեմ եւ դա ակնառու է դառնում արդեն տարիներ շարունակ մեր դեմ տարվող պայքարով։ Տարբեր լրատվամիջոցներ տարբեր ձևաչափերում անդրադարձել են մեր աշխատանքին, սակայն որի պատասխանը իրականում կտեսնենք, երբ պետական գերատեսչությունների ՊԵԿ-ի կողմից կհնչեցվեն այն ծավալները, օրինակ ալկոհոլի մասով արձանագրված բոլոր այն դեպքերը, որոնք կրճատում են ուղիղ տվերը եւ այն տնտեսվարողներին սահմանափակում են շուկայում գործունեություն իրականացնելուց։ Այո, մենք հիմա գտնվում ենք քրեական գործի նախաքննական վարույթում եւ այդ մասով ասեմ, որ ակտիվ համագործակցում ենք քննություն իրականացնող պետական մարմնի հետ, տրամադրում ենք անհրաժեշտ բոլոր տեղեկատվությունը եւ սպասում ենք վերջնական վարույթի ավարտին, որպեսզի հրապարակվի եւ ձեր կողմից բարձրացված հարցը բոլորին հասանելի լինի եւ պարզ լինի դրա իրական պատկերը։ Դուք ասացիք, որ ազգային օպերատոր եք ընտրվել մրցույթով, բայց մենք ունենք տեղեկություններ, որ այդ ժամանակ դիմել է միայն ձեր կազմակերպությունը, ընդհանրապես շուկայում դուք ունեք մրցակից, ինչ չափանիշներ են սահմանվել, որ ընտրվել է միայն ձեր կազմակերպությունը, ԻՄԱՐԿ-ը, որը նախկինում այլ անվանում ուներ։ Մրցույթի պայմանները հրապարակված են եղել, բաց է եղել մրցույթը եւ պայմանների էությունը կանոն էր նրան, որպեսզի տվյալ կազմակերպությունը ունենա փորձ նման թվայնացման ոլորտում եւ կարողանա ապահովի ստեղծել մի համակարգ, որը թույլ կտա ապրանքաշրջանառություն իրականացնել տարբեր պետությունների միջև, այսինքն ներդնել փոխճանաչելիության գործառույթ եւ առհասարակ հնարավորություն ունենալու ինտեգրվել պետական գերատեսչությունների համակարգերի հետ։ Մրցույթի պայմանները չեն եղել այնպիսի պայմաններ, որոնք կարող էին սահմանափակել որևէ կազմակերպության եւ թույլ չտալով այլ կազմակերպությունների դիմելու եւ ստեղծելու նմանատիպ համակարգ։ Կարևորում եմ նաև նշել, որ մինչ օրս որևէ կազմակերպություն, որևէ ընկերություն չի բողոքարկել մրցույթի հակամրցակցային լինելու մասին եւ չկա որևիցե նման դիմում բողոք այս մասով։ Կարծում եմ ոչ մեկ չի վիճարկում, որ ստվերը կրճատելը տնտեսության համար լավ բան է, բայց օրինակ գյուղերում գտնվող փոքր խանութները, ասում են, եթե իրենք աշխատեն լրիվ բաց դաշտում, հարկային օրենսգրքին համապատասխան իրենց ամբողջ շրջանառությունը ցույց տան, ապա կսկսեն աշխատել վնասով եւ պարզապես կփակվեն։
Հասկանալի է, որ այս խնդիրը համակարգային է, բայց ստացվում է, որ այս QR կոդերի ներդրմամբ իրենք ստիպված են լինելու բոլոր ապրանքները ցույց տալ, եւ այստեղ մի խնդիր էլ կա, այդ խանութների մեծ մասը ամենայն դեպս մարզային խանութները աշխատում են պարտքի տետրերով, դա վաղուց հայկական իրականության մեջ վաղուց եղած երևույթ է, որը շարունակվում է, ինչքան էլ մենք անցնում ենք այս թվային տեխնոլոգիաներին, բայց մենք պիտի ընդունենք, որ մեր տնտեսության մեջ այդ երևույթը կա։ Դուք մտավախություն չունեք, որ այս QR կոդերի համակարգը նաև կարող է վնասել փոքր բիզնեսին։ Գիտեք, թվայնացման այս համատեքստում մենք կարևորում ենք, որպեսզի պայմանները լինեն հավասար բոլորի համար, որպեսզի կարողանանք ամփոփ տեղեկատվություն ստանալ եւ ստանալ հենց տվերի իրական պայքարի մասին տեղեկատվություն։ Եթե խոսքը գնում է փոքր միջին բիզնեսների համար, ովքեր գործում են տարբեր շրջաններում, կարծում եմ այդ հարցը անհրաժեշտ է քննարկել այլ ենթատեքստում, թե ինչ պայմաններ պետք է նրանց համար սահմաննել, որպեսզի կարողանան նրանք գործել։ Բայց եթե խոսենք նրա մասին, որ նրանք ՀԴՄ կտրոն չտրամադրեն, իսկ մյուսները տրամադրեն, կարծում եմ այստեղ մոտեցումը ճիշտ չի լինի եւ արդյունքում պետության համար չենք ունենա բավարար տեղեկատվություն կամ համակարգի ներդրման բավարար արդյունքներ։ Ինչպես եք պատկերացնում այս խնդրի լուծումը։ Այս խնդրի համատեքստում կարևորում եմ ակտիվ քննարկումներ պետեկամուտների հետ եւ միգուցե օրենսդրական դաշտի այն կարգավորումները, որոնք այսօր գործում են, հենց խանգարում են իրենց, բայց ներդրված համակարգերի կիսատ աշխատանքի կամ ինչ որ մեկին առավելություն տալով, ինչ որ մեկին թույլատնելով, չեմ կարծում, որ մենք կգանք այդ խնդրի լուծման։ Որովհետև ինչպես փորձը ցույց է տալիս, եթե համակարգի ինչ-որ բացառություններ են իրականացվում որոշակի տնտեսվարողների համար, մյուսները գալիս են հենց այդ թույլ տեղից օգտվում եւ ոնց որ փչացնում համակարգի էֆեկտիվությունը եւ օգտագործում այդ բացերը։ Վստահ եմ, որ ձեր աշխատանքի ընթացքում բացի փոքրերից ազդակներ եք ստանում նաև մեծերից։ Հիմնականում որ ոլորտներից եք դուք դժգոհություններ ստացել, անհանգստություններ, ովքեր են դեմ եղել այս համակարգին, ինչպես եք իրենց հետ լեզու գտնում։ Գիտեք, կարող եմ տարանջատել երկու տեսակի տնտեսվարողներ։ Առաջինը, ովքեր աշխատում են մաքուր դաշտում, եւ այս դեպքում ուղղակի նրանք պետք է իրականացնեն որոշ փոփոխություններ իրենց արտադրական process-ներում եւ սկսել աշխատել թվային դրոշմանման հետ, իսկ դա շատ բնականon է, որովհետեւ ոչ մեզանից յուրաքանչյուրը չի սիրում նոր փոփոխություններ եւ այստեղ մենք աշխատում ենք շատ ջանասիրաբար 24 ժամյա ռեժիմով, որպեսզի կարողանանք իրենց բոլոր հարցերին պատասխանել, ընդհանուր տեղում իրականացնել այցեր եւ ստեղծել հնարավորություն արագ ինտեգրվելու այս թվային համակարգին։ Իսկ որպես բողոք, որը իրական արտացոլվում է նաեւ մեր գործունեության մասով եւ փորձում են մեզ վատաբանել, փորձում են տարբեր եղանակներով մեր մասին խոսել ոչ դրական առումով, դա այն տնտեսվարողներն են, որոնք երկար պայքարում են համակարգի հետ, փնովում են, փորձում են ապացուցել, որ հնարավոր չէ դրա ներդրումը արտադրական process-ներում, սակայն այսօր տեսանելի է, որ նրանք անցնելով արդեն համակարգին շատ արագ իրականացնում են իրենց մոտ այն քանակի ստվերի կրճատում, հասույթի բարձրացում, լավ էսպես ասեմ։ Այսինքն իրենք գալիս են սպիտակ դաշտ եւ դուք ավել շրջանառություն եք տեսնում։ Այսինքն միանալով համակարգին այն տնտեսվարողները, որոնք երկար ժամանակ վատաբանում էին համակարգը, գալիս են սպիտակ դաշտ, քանի որ այստեղ անխուսափելի է, քանի որ կա հստակ ֆիքսված կանոն, ֆիքսվում է ապրանքի ելքը շուկայից։ Կապ չունի, քանի այստեղ էական չէ, թե ինչ քանակ ես վերցրել։ Գլոբալ, եթե մենք տեսնում ենք տարեկան, ամսական շուկայում վաճառվող ապրանքների ծավալներ, կոնկրետ տնտեսվարողի մասով, այդ տնտեսվարողը շատ պարզ գիտակցում է, որ չի կարող անսահմանափակ վերցնել եւ ապրանքների ելքը շուկայից էական տարբերություն ունենալ։ Իսկ որ ոլորտների մասին է խոսքը, կարող եք նաեւ տնտեսվարողների անուններ տալ։
Կնշեմ ոլորտային, որը շատ ակնառու է եւ էական փոփոխություններ ենք նկատել, դա ալկոհոլի ոլորտն է, որտեղ որ տնտեսվարողները գործում են հնարավորինս խաղի կանոններից դուրս եւ փորձում են շուկա մուտք գործել տարատեսակ ապրանքատեսակներով, ապրանքանիշներով։ Այստեղ բացահայտումները բազմաթիվ են եղել եւ պաշտոնական հրապարակումներ երբ որ լինեն, բոլորս կծանոթանանք այդ արձանագրված եւ քանակներին եւ տնտեսվարողների անուններին։ Մեկ այլ խնդիր է դեղերի շուկան, Հայաստան ներմուծվող, դե մենք չունենք մեծ արտադրություն, հիմնականում ներմուծում ենք դեղերը։ Դուք էլ ասացիք, որ այստեղ ստվեր կա, մենք էլ մեր հետաքննությամբ պարզել էինք դեղերի շուկայի հարցի լուծումը ինչպես եք պատկերացնում եւ դեղերն արդեն QR կոդեր ունենում են, թե չէ։ Գիտեք, յուրաքանչյուր ապրանքախմբի մուտքի հետ մեկտեղ, երբ որ սկսում ենք պիլոտային ծրագրեր իրականացնել, տնտեսվարողների հետ անընդհատյա շփումով դուրս էին գալիս բազմաթիվ հարցեր, որոնք հենց վերաբերում էին տվյալ ապրանքախմբին։ Եվ դեղերը ստեղ առանձնահատկություն չէին կրում, եւ այս խնդիրը, դեղերի մասով այս խնդիրը ինձ դեռ հասանելի էր անցած տարվանից, երբ որ ես ակտիվ շփվում էի տնտեսվարողների հետ։ Եվ այո, լուծում տեսնում ենք եւ նաեւ կրում ենք պարտավորություն, որպեսզի այս շուկայում իրականացնենք որոշակի փոփոխություններ եւ ստվերի կրճատման դեմ պայքարը ավելի բարդ է լինելու։ Այս մասով համակարգը ներդրվել 2026 թվականի հունվարից է դեղերի համար թվայնացում իրականացվելու եւ արդեն իսկ ձեր կողմից դուրս բերված խնդրի շուրջ մենք մտածել ենք եւ տվել ենք լուծումներ։ Օրինակ ամենապարզ լուծումը խոսեմ նրա մասին, որ դեղ գնելուց առաջ տնտեսվարողները կարող են սկանավորել դեղը եւ համեմատել համակարգում գրանցված իրական անվանումը եւ առողջապահության նախարարության կողմից տրամադրված լիցենզիայի ինչ դեղի համար է տրվել լիցենզիան։ Տնտեսվարողը այսինքն դեղատները, որոնք վաճառում են, թե ներմուծողները։ Չէ, երբ որ որպես լուծում հենց առաջնային լուծում քաղաքացիները կկարողանան դեղի գնման ժամանակ սկանավորել ապրանքը եւ համեմատել փաստացի համակարգում գրանցված դրա անվանումը եւ առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայի անվանման հետ։ Այսինքն որպես առաջնային գոնե այսպես կբացառենք, թե իսկ իրական է դեղը, թե ոչ։ Իսկ տնտեսվարողների հետ, ներմուծող արտադրող կազմակերպությունների հետ նույնպես իրականացում են աշխատանքներ, որպեսզի այս թվայնացման արդյունքում ստեղծվի հնարավորություն դեղերի ներմուծման մաքսատանը պահելու լիցենզիայի 10-օրյա միջև 10-օրյա ժամկետում լիցենզիայի ձեռքբերման այս մասի ավտոմատացման հետ կապված։ Այսինքն գործընթացը կարագացնի։ Գործընթացը միանշանակ կարագացվի, որովհետև ներմուծվող դեղերի մասով տնտեսվարողները կկարողանան նախապես ձեռք բերել եւ տալ արտադրողին կամ անմիջապես արտադրողը կկարողանա վերցնել համակարգից ծածկագրեր, արտադրության ժամանակ իրականացնել մակնշում եւ արդեն մակնշված դեղը գալով Հայաստանի Հանրապետություն կկարողանան իրականացնել արագ մաքսազերծման գործընթաց։ Այստեղ նաեւ խոշոր դեղագործական կազմակերպությունների հետ զրույցում արձանագրել ենք մի փաստ, որ չեն կարողանում բազմաթիվ դեղեր ներմուծել, քանի որ սահմանում Հայաստանի Հանրապետության սահմանում 10-օրյա միջև 10-օրյա ժամկետում պետք է դեղերը պահվեն, միջև ձեռք բերվեն լիցենզիաներ, իսկ այնտեղ պայմանների դեղի պահպանման պայմանների հետ կապված ունեն սահմանափակումներ։ Հիմա այս մասով մեր կողմից տրամադրված լուծումը արդեն թույլ կտա նրանց աշխատել ավելի հեշտ դաշտում։ Այսինքն 26 թվականից մենք կարող ենք ակնկալել, որ դեղերի շուկայի ստվերը որոշ մասով կկրճատվի։ Այդ հարցին անդրադառնամ այսպես, քանի որ պետեկամուտների կողմից դրոշմապիտակները տրամադրվում են ըստ կազմակերպության պահանջների, 26 թվականի ներդրումից հետո թվային դրոշմանման համակարգը անմիջապես չի սկսելու գործել։ Այսինքն տնտեսվարողը ունենալու է որոշակի ծավալներ, որ դեռևս շարունակելու է դրոշմապիտակներով փակցնել։ 2026 թվականին մեկնարկելու է թվային դրոշմանման համակարգի պարտադիր լինելը։ Սակայն քանի որ նախկինում պետության կողմից տրամադրվում էին
թղթային դրոշմապիտակները ըստ տնտեսվարողի պահանջի, այսինքն ակցիզային, որ մենք ավելի այդպես ակցիզային դրոշմապիտակները, քանի որ տրամադրում էին ըստ տնտեսվարողի պահանջի, նրանց մոտ լինելու են մնացորդներ, որոնք սպառվելու են որոշ ամիսների ընթացքում, ընդհանուր մինչև տարիների ընթացքում։ Այստեղ եթե վերադառնանք նորից դրան, պետությունը ձեռք է բերել նախկինում դրոշմապիտակներ ու անհասկանալի քանակներով տրամադրվել են տնտեսվարողներին։ Հիմա միանգամից շուկայում սպասվելիք ստվերի կրճատումը չի իրականացվի, քանի դեռ համակարգը ամբողջությամբ ներդրված չէ։ Այդ իսկ պատճառով այս պեկուն քննարկումների ժամանակ դա ես բարձրաձայնել եմ այդ հարցը, որ համակարգի ներդրումից հետո մեզ անհրաժեշտ է լինում ժամանակ, որպեսզի դուրս գան շուկայից այդ թղթային դրոշմապիտակները, որպեսզի ամբողջությամբ անցնենք թվայնացման, որպեսզի կարողանանք տեսնել ապրանքների հետագծելիությունը։ Կարծում եմ մինչև 1 տարվա ընթացքում մենք արդեն էական փոփոխություններ կտեսնենք։ Տեսեք, մենք շատ ենք խոսում, որ QR-ով ավելի հեշտ է ստվերը գտնել, քան ակցիզով, բայց ես կխնդրեմ դուք մասնագիտական առումով նաև բացատրեք, ինչու ակցիզով չէր գտնվում ստվերը, ինչ տեխնիկական տարբերություններ կար։ Չէ՞ որ ակցիզի նպատակը նույնպես ստվերը կրճատելն էր։ Թղթային դրոշմապիտակները ապահովում են ապրանքի իսկությունը, որ արտաքին տեսքով։ Այսինքն, որպեսզի պետական մարմինը իրականացնի վերահսկողություն, պետք է ունենա աշխատակիցներ, որոնք ֆիզիկապես պետք է իրականացնեն այցեր, ստուգումներ իրականացնելու համար։ Թղթային դրոշմապիտակները չունեն հետագծելիության գործառույթ, այսինքն ֆիքսվում է թե որ տնտեսվարողին ինչքան տրամադրվեց եւ համակարգ մուտք է արվում հենց տնտեսվարողի կողմից տեղեկատվություն, որ ապրանքախմբի համար է դա փակցվում։ Թվային նույնականացման նշանների դեպքում համակարգը լրիվ այլ է։ Տրամադրվում է թվայնացում է իրականացվում հատ ապրանքի ճշտությամբ, այսինքն համակարգում մուտքագրելով հենց չկրկնվող եզակի ապրանքը, տնտեսվարողը դրա համար է ձեռք բերում նույնականացման նշաններ եւ հետագայում բոլոր ապրանքաշրջանառության ընթացքում ֆիքսվելով դրա կարգավիճակները թույլ է տալիս տեսնելու թե հստակ ինչ քանակի ձեռք բերվեց, ինչ քանակի շուկայից դուրս եկավ, այսինքն ակնառու է, որ ստվերը միանգամից կարողանում է դուրս գալ տնտեսությունից։ Ամփոփելով կարևորում եմ նշել, որ Միքայել Փաշյանը ունենալով նման փորձ ստվերի դեմ պայքարի թվային տեխնոլոգիաների ներդրման շատ ակնառու է, որ այդ իսկ պատճառով ներդրում է իրականացրել նման կազմակերպությունում եւ ձեռք է բերել բաժնեմաս հենց նմանատիպ ոլորտում։ Իսկ ձեր այն պնդմանը, որ Միքայել Փաշյանը ի սկզբանե ունեցել է մասնակցության կազմակերպման, ստեղծման եւ դրա հետագա գործունեության մասով, ասեմ որ համաձայն չեմ ձեզ հետ, քանի որ իր իսկ հետ աշխատանքը ես սկսել եմ վերջերս նրա կազմակերպությունում բաժնեմաս ձեռք բերելուց հետո։ Չնայած որ պետական ռեգիստրի տվյալներով իսկապես ի սկզբանե Միքայել Փաշյանի անունը չէր երևում, դա երևաց, եթե չեմ սխալվում, 2024 թվականից էր, տարեվերջից, բայց արդեն խոսակցություններ կային, որ Միքայել Փաշյանը ուղղակի կամ անուղղակիորեն կապված է ընկերության հետ։ Այստեղ ձեր կարծիքը չեմ կարող կիսել եւ հավելեմ, որ այդ մասով կա քրեական վարույթ, որի մասով մենք տրամադրում ենք բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը, որպեսզի վարույթը կարճ ժամանակում ավարտվի եւ հանրությանը հայտնի լինի ավելի մանրամասն այդ ձեր կողմից բարձրացված հարցի պատասխանը։ Մենք նաև տեղեկություններ ենք ստանում, որ ՀԴՄ սպասարկման գների հետ կապված, երբ որ բարձրացան գները, քննարկվում են տեղեկություններ, որ հնարավոր է սպասարկման համակարգը դարձնել on-line եւ պարզապես ֆիզիկապես սպասարկելու այդ հարցը դուրս գա, այսինքն եթե հիմա տնտեսվարողը ՀԴՄ սպասարկման համար վճարում է կարծեմ 3600 դրամ, 3800 դրամ, այդ գումարը ընդհանրապես դուրս գա եւ նաև այդ տեղեկությունների մեջ շրջանառվում է իմարկ ընկերության անունը, որ իմարկը կարող է գրել այդ ծրագրերը, դուք հաստատում եք այս տեղեկությունները եւ եթե այո, ինչ կարող եք ասել այդ շուկայի հետ կապված։ Տեսեք, մենք ներդնում ենք ենթահամակարգեր, որոնք բազմակոմպոնենտ են եւ դրանցից մեկը 2025 թվականի ընթացքում ներդրված տեղեկատվական հավելվածն է,
որը հեշտացնում է տնտեսվարողի կյանքը եւ պարզապես սկանավորմամբ թույլ է տալիս ծածկագրերը հանել շրջանառությունից։ Եվ այս համատեքստում մենք ստիպված ենք այդ բոլոր համակարգերը նոր գործիքները ներդնել, ապահովելու համակարգի հետագա զարգացումը։ Իհարկե կառավարության պահանջի կամ պետության պահանջի դեպքում մենք ունենք այդ ներուժը եւ պատրաստ ենք տրամադրել նաեւ այդ գործիքակազմը եւ որը անմիջապես թույլ է տալու ծածկագրերի ստուգում իրականացնել վաճառքի ժամանակ։ Այսինքն այսօր ունենք մի իրավիճակ, երբ որ ապրանքը վաճառվում է շուկայում, տեղեկատվությունը մինչև 36 ժամյա ռեժիմով փոխանցվում է պետեկամուտների կոմիտե եւ նոր իրականացում է ծածկագրերի կարգավիճակի փոփոխություն։ Սակայն հետագա համակարգի զարգացումը, որպեսզի դարձնել առավել on-line եւ առցանց, այդ մոդուլը կտա այդ լուծումը։ Իսկ դա ինչ ժամկետի մասին է խոսքը եւ արդյոք ՊԿ համաձայնություն տվել է այդ գաղափարին։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ առցանց ՀԴՄ-ն շատ վաղուց գործում է, ներդրված է եւ գործում է մեր տնտեսության մեջ։ Ունենք որոշակի սահմանափակումներ, որ դրանք հասանելի են միայն on-line հարթակների համար, on-line առևտուր իրականացնող կազմակերպությունների համար։ Մեր կողմից որպես թվայնացում իրականացում, մեզ համար դա կրկին շատ դրա ներդրումը շատ կարևոր է, որպեսզի կարողանանք վաճառքների ժամանակ իրականացնել ծածկագրերի on-line ստուգում։ Արդյոք եթե այդ ծածկագիրը պայմանական արդեն վաճառված է, հնարավոր է սահմանափակել եւ չթողել դրա կրկնակի վաճառքը։ Այս մասով մեր կազմակերպությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ, եթե անհրաժեշտություն կա արդեն ներդրված առցանց ՀԴՄ-ն ընդլայնելու կամ հասանելի դարձնելու, կարող ենք համագործակցել եւ իրականացնել նման տիպ աշխատանքներ։ Տարվա սկզբում հայտարարվեց, որ քանի որ համակարգը թերի է, անցում ենք կատարում փուլային ներդրման, հիմա կխնդրեմ մեկնաբանել, ուր ենք հասել եւ եկող տարվա համար ինչ է նախատեսված։ Ձեր հարցին պատասխանեմ այն տեսանկյունից, թե ինչ խնդիր է ներդրված եղել համակարգի առջև եւ ինչ աշխատանքներ են իրականացվել։ 2024 թվականի ընթացքում իրականացվել են ծրագրման աշխատանքներ թվով 18 ապրանքախմբերի մասով, որոնց անմիջապես հաջորդել է պիլոտային ծրագրերի մեկնարկը, որը թույլ է տվել տնտեսվարողներին աշխատել, ծանոթանալ թվային դրոշման համակարգի ձևին եւ էությանը։ Ներդրված է եղել հետագծելիության գործառույթը, որը հսկիչ դրամարկային կտրոններից ստացվող տեղեկատվության հիման վրա ապահովել է ապրանքների ելքի վաճառքի մասին տեղեկատվության հասանելիությունը։ Եվ ամենակարևորը այդ ամբողջ համատեքստում վերլուծական գործիքակազմն է հասանելի եղել, որը ակտիվ եւ այսօր օգտագործում է պետեկամուտների կոմիտեն ստվերի պայքարի դեմ ուղղված ստվերը ակտիվ կրճատելու ուղղությամբ։ Ամփոփելով ցանկանում եմ նշել, որ չկա որևէ արձանագրություն, որ համակարգը պատրաստ չի եղել 2024 թվականին եւ այն հնարավոր էր ներդնել, շարունակել ներդնել մնացած ապրանքախմբերի համար եւ սակայն որոշում է իրականացվել փուլային ներդրման ճանապարհով գնալ, որը սպասվում է 2025 թվականի հունվարի 1-ից տարբեր ապրանքախմբերի համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։